Տիկին Վարդանյան այսօր Հայաստան Դաշինքը հայտարարեց, որ պատրաստ է տրամադրել 28 մանդատը, եթե իմպիչմենթի գործընթացը նախաձեռնողները բերեն 8 մանդատ, որը անհրաժեշտ է, որպեսզի գործընթացը սկսվի։ Ինչ է սա նշանակում։ Այսինքն դուք ստորագրելու եք միայն այն դեպքում, երբ այդ 8 մանդատը կապահովվի, ինչ է սա։ Մեր խնդիրն այն է, որ մեր հասարակության մի մասը գուցե չգիտի, որ իմպիչմենթի գործընթացը այժմ քննարկելու համար պետք է նվազագույնը 36 ձայն, եւ որ խորհրդարանական ընդդիմությունը հատկապես մեկ խմբակցությունը, այս դեպքում Հայաստան խմբակցությունը, չունի այդ բավարար ձայների քանակը։ Գուցե մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ ընդդիմադիրները ունենալով բավարար ձայներ չեն նախաձեռնում գործընթաց, բայց դա այդպես չէ, հայտարարությունում դա է ամրագրված։ Խորհրդարանում այս գործընթացը քննարկելու համար պետք է 36 ձայն, դա միայն որ քննարկումը սկսվի, հաջողելու համար պետք է 54 ձայն, այսինքն շուրջ 20 ԿՊ-ական պատգամավորներ պիտի միանան գործընթացին։ Հայաստան խմբակցությունը ունի ընդամենը 28-ը, եւ քանի որ շահարկումներից խուսափելու համար, տարբեր մեղադրանքներից նաեւ խուսափելու համար, ասել ենք, որ ինչպես միշտ անցնող 4 տարիներին, այնպես էլ հիմա մեր ձայները տրամադրելը խնդիր չի։ Խնդիրը պակասող ձայներն են։ Եթե կա որևէ ուժ նախաձեռնող խումբը, որ այդ պակասող ձայները ունի նաեւ մեր ձայները եւ պատրաստ ենք ստորագրել, ինչպես նախորդ տարի ենք պատրաստ եղել ստորագրել, երբ փողոցային շարժման ժամանակ հայտարարվեց, որ իմպիչմենթի գործընթացով գնալն է ճիշտ, երբ դրանից առաջ էլի այդպիսի խոսակցություններ են եղել։ Մեր դիրքորոշումը դա է եղել, հիմա պաշտոնական հայտարարությամբ ենք ամրագրել, որպեսզի տարբեր շահարկումներից եւ մեկնաբանություններից զերծ մնանք։ Այստեղ հարցը միայն այն է, որ բոլորը հասկանում են, բոլոր adekvat մարդիկ իրականում հասկանում են, որ առանց փողոցային բավական ուժեղ ճնշման նախադրյալներ չկան այդ գործընթացի հաջողելու եւ ավելի մեծ հարց է թե ինչպես ենք դա իրականացնում, այսինքն կարծում եմ որ նախաձեռնողները այդ հարցերին պետք է անդրադառնան, ընդդիմադիր խմբակցությունների քվեները կարծում եմ ունեն։ Նախաձեռնողները չեն խոսում խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժի տեսակետի մասին, պատիվ ունեմ իր կարծիքը հայտնել է իմպիչմենթի գործընթացի մասին եւ Ինչու չեն խոսում, ի՞նչն է խնդիրը։ Ես առնվազն տեղյակ չեմ, որևէ պատիվ ունեմ խմբակցության դիրքորոշումից։ Մենք մեր հայտարարության վերջին մասին անդրադարձել ենք նաև խմբակցության թիրախավորման այն թույլատրելիությանը եւ պատգամավորների եւ ասել ենք, որ այդպիսի գործելավոճը, այսինքն այն գործելավոճը, որի շրջանակներում թիրախավորվում է միայն Հայաստան խմբակցությունը, միայն Հայաստան խմբակցության ներկայացնող պատգամավորները, թիրախավորվում է նաև անցած գործունեությունը, որը իդեպ անցել ենք երկու խմբակցությունների հետ միասին, շարժումները նկատի ունեմ եւ այստեղ հարցեր են առաջանում ինչ նպատակ ունի միայն Հայաստան խմբակցության թիրախավորումը, ինչ նպատակ ունի միայն Հայաստան խմբակցության ներկայացնող պատգամավորների թիրախավորումը, նույնն է բովանդակ երկու հայտարարությունները Հայաստան խմբակցությունից եւ օրինակ պատիվ ունեմից արժանանում են տարբեր գնահատականների եւ այստեղ է նաեւ որ մենք այդ մասը կարեւոր ենք համարել խմբակցության հայտարարության մեջ ամրագրել, որ նման գործելավոճը շանտաժը թիրախավորումը անթույլատրելի է եւ ավելի շատ խոսելու է, եթե շարունակվի, որ գործընթացի բուն նպատակը մեզ թիրախավորելն է, ոչ թե հաջողության հասնելը, որտեղ կրկնում եմ, հաջողության հասնելու համար պետք է պարզապես ցույց տալ պակասող ձայները ինչպես ենք ունենում։ Այն մեղադրանքը, որ ուզում եք բոլորը ձեր փոխարեն անեն ամեն ինչ, դուք վերջում ուղակի ձեր պարտականությունը անեք, շատ ուղղելի ասում ենք, մենք հիմա պակասող 20 ձայները չենք տեսնում որտեղից ոնց ինչպես կարող ենք բերել։ Դա համար չենք նախաձեռնում, եթե ինչ-որ մեկը նախաձեռնել է, ենթադրելի է, որ տեսնում է որտեղից կարող է բերել։ Դուք արդեն ի սկզբանե ասում եք, որ սա անհաջողության է մատնվելու, ինչի իրավունքը չունեք։ Մենք մեր հայտարարությունում մենք նման բան չենք ասել, շատ պարզ բան ենք ասում ենք պայմանները հետեւյալն են։ 2 ձայն, 8 ձայն անհրաժեշտ է եւս Հայաստան խմբակցությանը գումարած, որպեսզի քննարկվի օրակարգը եւ առնվազն 20 ձայն ԿՊ-ականների, որպեսզի հաջողության հասնենք։ Հիմա հարց ենք տալիս, որտեղ են, կա արդյոք այդ ինչպես ենք ապահովում այդ ձայները։ Հայտարարությունից հետո, մինչ այս պահը նախաձեռնողները ասել են օրինակ ապահովեն այդ 8 մանդատը։ Ես տեղեկություն չունեմ, որևէ տեղեկություն նաև հայտարարության մասին, որ որևէ մեկը միացել է նախաձեռնությանը եւս չկա, կրկնում եմ, որ հանրության համար շատ պարզ լինի, ԿՊ-ական առնվազն 20 պատգամավոր պիտի հաջողության համար միանան նախաձեռնությանը եւ դեմ քվեարկեն Փաշինյանին։ Հիմա այդպիսի որևէ տվյալ ես չունեմ։ Այստեղ նաև ինչ որ մանիպուլյացիա է փորձում արվել, որ սա միակ ճանապարհն է, այո, սա գործիքներից մեկն է, բայց նաև սահմանությամբ, նաև օրենքով ամրագրված օրինակ, որ գլխավոր դատախազը կարող է գալ ձերբակալել իշխանության գլխավոր ներկայացուցչին, կառավարության ղեկավարին, եւ օրինակ հարցը այդպես լուծվի։ Հիմա ինչ որ մեկը կարող է ասել, որ եթե հենց հիմա դուք ճնշում չեք բանացնում գլխավոր դատախազի վրա, ուրեմն չգիտեմ, վստահում եք Նիկոլ Փաշինյանին, կամ եթե խոսում են, որ պատգամավորների իրավունքն է, եթե դա հենց այս պահին չեն իրականացնում, ուրեմն իրենք վստահում են։ Լավ, քաղաքացու իրավունքն է,
բողոք իրականացնել, եթե քաղաքացին այսօր ժամը 6:15 բողոքի ցույց չի իրականացնում, դա նշանակում է, որ վստահում է Նիկոլ Փաշինյանին։ Ուզում եմ ասեմ, որ սրանք մանիպուլյացիաներ են, որոնց դիմում են ու հենց այստեղ է հարցը, որ այս մանիպուլյացիաների նպատակը ձայներ հավաքելն է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, թե որևէ խմբակցություն թիրախավորելը։ Լավ, Տիկին Վարդանյան, իսկ ինչ գործընթացով է հնարավոր Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Մենք բազմիցս ասել ենք, որ դա հնարավոր է խորհրդարանում արկա Մենք բազմիցս ասել ենք, որ դա հնարավոր է խորհրդարանական ուժերը եւ փողոցի ուժերը միմյանց համատեղ գործունեության պարագայում եւ փողոցում արկա բավարար ճնշման պարագայում։ Մյուս տարբերակները, այսինքն այստեղ որը մեկը հեծանիվ չի օրինք, մյուս տարբերակները կամ հերթական կամ արտահերթ ընտրություններն են, կամ հրաժարականն է, կամ իմպիչմենտի գործընթացն է, որը կարող է իրականանալ փողոցում արկա բավարար ճնշման պարագայում։ Այս 4-ից դուրս տարբերակ չկա։ Շատերը կարծում են, որ Հայաստան դաշինքը առանց պատիվ ունեմի երրորդ նախագահի աջակիցների չի կարող որևէ փողոցային շարժում բերել հաջողության, որովհետև աջակիցներ օրինակ Հայաստան դաշինքը չունի, Հայաստան դաշինքը վերջացած խմբակցություն է։ Դե չգիտեմ ինչպես մեկնաբանել, ելի եմ կրկնում, եթե վերջացած է որևէ ուժ չկա այդ դաշինքից ինչու են դիմում ինչ-որ բան ակնկալում, բայց մենք այստեղ էլի պարզ եւ անկեղծ ենք եղել, Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ կամ անհատ, որը ի վիճակի է միայնակ փողոցով լուծել այս խնդիրը։ Դրա համար էլ եղել են համագործակցությունները եւ համատեղ աշխատանքը, որը որ եղել է։ Եթե որևէ մեկը գիտի, որ որևէ ուժ ով միայնակ կարող է այս հարցը լուծել, ես չեմ տեսել առնվազն այդպիսի հայտարարություն։ Կարծիք կա, որ ընտրություններով հնարավոր չէ իշխանափոխության հասնել։ Ես այս հարցին հետևյալ կերպ կարող եմ պատասխանել։ Ես չեմ ճանաչում որևէ քաղաքական ուժ Հայաստանում գործող, ով հիմա հայտարարում է, որ ընտրություններով հնարավոր չէ իշխանության հասնել եւ ինքը հրաժարվում է դրա համար մասնակցել հետագա ընտրություններին, օրինակ առաջիկա մի տարում։ Եթե մարդը վստահ է, որ դա տարբերակ չի կարող լինել, մոբիլիզացիոն առիթ չի կարող լինել, փոփոխության տարբերակ չի կարող լինել, առնվազն այս երկու հայտարարությունները պիտի լինեն։ Բայց if որ դա չկա, բոլոր այն ուժերը, ովքեր ավելի ազնիվ են եւ բոլոր հնարավոր տարբերակների մասին են խոսում, հակադրություն է արհեստական ստեղծում իբր ավելի ռադիկալների եւ ոչ ռադիկալների։ Մենք ընդհանրապես խոսել ենք, որ բոլոր տարբերակները Նիկոլ Փաշինյանի հեռացման պետք է օգտագործել։ Այդ տարբերակները ելի եմ կրկնում շատ մեծ չեն, մի քանի տարբերակներ են, որոնց թվում այո, նաեւ կան փողոցային ճանապարհը ոչ ոք չի բացառում, կա նաև հերթական ընտրություն, կա արտահերթ ընտրություն, կա նաև սահմանությամբ ամրագրված այդ հրաժարականի կետը, որը այս դեպքում էլի քիչ հավանական է, համարյա անհավանական է, բայց սրանք են տարբերակները։ Եթե որևէ մեկը քաղաքական ուժ նկատի ունեմ, բացառում այս տարբերակներից որևէ մեկը, պիտի հայտարարի, որ անհնար է որևէ այս նշված տարբերակներից մեկով եւ ինքը դրան չի մասնակցելու։ Ես առնվազն այդպիսի հայտարարության տեղյակ չեմ։